կարևոր ռիսկի մասին կուզենամ խոսեմ, պարտքի եւ սեփական կապիտալի հարաբերակցությունը ազդում է ընկերության ռիսկայնության վրա։ Ինչպես կառավարել այդ ռիսկերը։ Բիթքոյնի գինը հասավ 100 քանի հազար դոլար, չէ, հիմա այսօր իջել է նայում 70,000 դոլար։ Դա իհարկե Հայաստանյան շուկայում մի քիչ դժվար է, բայց օրինակ բոլոր արտասահմանյան գործընկերները Հայաստանյան շուկայում գործարք կիրառելուց ըստ էության տենց էլ անում են։ Ամբողջ 100,000 դոլարը դու բանկից չեք առնելու։ Դու բանկը ձեզ տարբերությունը տալու է կամ դուք եք բանկին տարբերությունը տալու եւ գործարքը իրականացնեք շուկայում ցանկացած որտեղ ուզում եք։ Ֆյուչերսի մեջ հնարավոր է անվերջ շահել եւ անվերջ կորցնել, իսկ օպցիոնի մեջ հնարավոր է անվերջ շահել, բայց սահմանված չափով կորցնել։ Բարի գալուստ մեր YouTube-յան ալիք, բաժանորդագրվեք, բաց չթողելու համար նորությունները, հետևեք մեր ոդքասթներին։ Նախորդ դասին մենք խոսեցինք կապիտալի նորմավորման, որոշումների կայացման մասին։ Այսօր կուզենամ խոսեմ բիզնեսի գնահատման, ռիսկերի կառավարման մասին։ Ֆինանսական ռիսկերի եւ նրանց կառավարման մասին սկսելուց առաջ մի երկու բառ ուզում եմ պարտքի եւ սեփական կապիտալի գործիքների վերաբերյալ եւս մի քանի նկատառում նրանց առավելությունների եւ թերությունների նկատմամբ խոսեմ։ Պարտքի առավելությունը ինչն է։ Պարտքի առավելությունը նրանում է, որ ինքը բարձրացնում է բաժնետերին բաժին ընկնող շահութաբերությունը, իրան ավելի համեմատաբար հեշտ է ներգրավել, սեփականատերից ավելի դժվար է փող հավաքագրել։ Պարտքի տոկոսները օրինակի տարբերություն շահաբաժինների հարկային խնայողություն են առաջացնում։ Մենք այստեղ կարևոր է հասկանալ, որ շահաբաժինները եւ տոկոսները պարտքի դիմաց ըստ էության երկուսն էլ բիզնեսի ֆինանսավորման համար տրամադրվող ռեսուրսների դիմաց հատուցում են։ Ամեն դեպքում տոկոսը ունի հարկային խնայողություն։ Պարտքը բարձրացնում է բիզնեսի կառավարման կարգապահությունը, այտենց հաճա մեր բոլոր բիզնեսները շատ ահավոր շատ վախում են հայտնվել սև ցուցակների մեջ։ Պարտքը իհարկե ունի նաև իր թերությունները, օրինակ պարտքի տոկոսավճարները վճարում են անկախ շահույթից եւ չափը կախված է ֆինանսավորման չափից։ Իրանք ռիսկայնությունն են բարձրացնում, հետո լծակն են բարձրացնում, տոկոսավճարի ծածկույթն են նվազեցնում, դրանք որոշակի չափով բարձրացնում են ընկերության ռիսկայնությունը եւ գցում բիզնեսի արժեքը։ Ինչպես են բիզնեսի արժեքը որոշում, երկու բառով դրա մասին խոսամ։ Բիզնեսի գնահատումը իրականացվում է ըստ էության 3 եղանակով։ Առաջինը դա բիզնեսի ակտիվների հիման վրա է որոշում։ Երկրորդը, եկեք սկզբից թվարկեմ, հետո կանադառնանք։ Երկրորդը եկամուտների հիման վրա է որոշում, թե ինչքան եկամուտ է գեներացնում բիզնեսը, եւ երրորդը վճարվող շահաբաժինների վրա կամ կողմում է կանխիկի հոսքերի հիման վրա։ Ըստ էության, որ խոսենք հաշվապահական լեզվով, առաջի եղանակը ակտիվների հիման վրա որոշում է բիզնեսը ըստ էության ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունով, երկրորդը եկամուտների հիման վրա մենք պետք է ունենանք շահույթների եւ վնասների մասին հաշվետվությունները, երրորդ դեպքում մեզ պետք է ուղղակի բիզնեսի վճարվող շահաբաժինները, ինչքան նա շահաբաժին վճարում, որովհետեւ վերջի վերջո բիզնեսի գնահատականի հիմնական չափանիշներից մեկը ներդրողի համար իր ստացված եկամուտներն են, թե երբ են ստացվելու, ինչ չափերով են ստացվելու։ Դրա համար էլ պետք է դրամական հոսքերի մասին հաշվետվությունը։ Իհարկե ամեն մեթոդ ունի իր թե առավելությունը, թե թերությունը։ Օրինակ ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունով երբ որ առաջնորդվենք, այսինքն ակտիվների հիման վրա, դա շատ պարզ է։ Մեր ունեցած ակտիվներից որ հանենք պարտավորությունը, ինչ որ ստացվում է սեփական կապիտալը, դրա արժեքը հենց կլինի մեր բիզնեսի գինը, բայց ինքը թերություններ ունի, ինչն է թերությունը։ Նախ պետք է ակտիվները իրական արժեքով գնահատված լինեն, նախ պետք է բոլոր ակտիվները արտահայտված լինեն, իսկ ինչքան մենք գիտենք որոշակի ակտիվներ, ինչպիսին են բարի համբավը, հաճախորդների ցուցակը, ընդհանրապես ներստեղծված որոշնթական ակտիվները ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունում սովորաբար չեն արտահայտվում։ Դրա համար բիզնեսը գնահատելուց ցանկալի է գնահատել նաև եկամուտների կամ շահույթների հիման վրա։ Ինչպես են դա անում,
Ենթադրում եմ, որ բոլոր ընկերությունները, որոնք ունեն նույն պրոֆայլը, իրենց գին շահույթ հարաբերակցության գործակիցը պետք է նույնն լինի, որտեղ եթե նույնը չլինի, ներդրողները իրենց ներդրումները կտեղափոխեն այն ընկերություններ, որտեղ դա ավելի շահավետ է եւ դա այդ երևույթը արբիտրաժ է կոչվում, շատ արագ կհավասարվեն նույն կարգի ընկերությունները կունենան նույն գին շահույթ հարաբերակցությունը։ Ձեր շահույթները կբացապատկեք նույն գործակցով, որը որ ունեք նմանատիպ ընկերությունների համար հավաքագրված, կստանաք ձեր բիզնեսի գինը։ Այդտեղ մի խնդիր կա, եթե օրինակ մի տարի ինչ որ COVID-ի պատճառով կամ ինչ որ մի հատ երևույթի պատճառով, ինչ որ նոր ստանդարտ մտնելու պատճառով կամ քաղաքականության փոփոխության պատճառով դուք ունենաք վնաս, ապա բիզնեսի արժեքը կստացվի 0, որը որ նոնսենս է, որտեղ մեծ գործող ընկերությունը չի կարող 0 արժեք ունենա։ Եվ երրորդ եղանակը դա կանխիկի հոսքերի վրա, այսինքն վճարվող շահաբաժինների հիման վրա ստացվող գինն է, որոշում են թե շահաբաժինները ինչ պարբերականությամբ կվճարվեն, սովորաբար ենթադրվում է տարեկան մեկ անգամ, ընդունվում է, որ դրանք հավերժ են վճարվելու, որովհետև ձեր վերավաճառելու դեպքում գնորդը նորից նույն տրամաբանությամբ շարունակելու է ներդրում կատարել ապագա շահաբաժիններ ստանալու հիման վրա եւ հավերժավճարի բանաձևը կիրառելով, դա էլի կապիտալ ներդրումների տեխնիկայից ենք սովորել, կստանանք բիզնեսի արժեքը կիրառելով հավերժավճարի բանաձևերը աճող շահաբաժինների համար հաստատուն տեմպով աճող կամ հաստատուն շահաբաժինների համար հավերժավճարի բանաձևը կիրառելով կստանանք բիզնեսի արժեքը։ Որոշ դեպքերում անհրաժեշտ է բոլոր 3 եղանակը կիրառել, որոշ դեպքերում կարող է մի եղանակը տեղին չլինել, ամեն դեպքում բիզնեսի գնահատման եղանակը այդ 3-ն է, դրանց համար կիրառում են զեղչման դրույքաչափը, այդ զեղչման դրույքաչափը կախված է ընկերության ռիսկայնությունից, որ ես դրա ինչի մասին ես սկսեցի խոսել, որ պարտքի եւ սեփական կապիտալի հարաբերակցությունը ազդում է ընկերության ռիսկայնության վրա։ Իհարկե բիզնեսի գնահատման վերաբերյալ եւս մի կարևոր եւ հետաքրքիր դիտարկում եմ ուզում անեմ, շատ ժամանակ փորձել ենք հաշվարկներով երբ որ ստանում եք կամ շուկայական արժեք փաստացի այդ բան շուկայում գործող արժեքներից տարբերություններ ենք ստանում, մի քանի փաստ կա, մեկն է որ հաշվարկները վերջի որոշակի մոտարկումներ են պարունակում, այսինքն ենթադրվում է որ շահաբաժինը վճարվելու է տարեկան մեկ անգամ, որ աճի տեմպը պահպանվելու է կամ բաժնետոմսերը լինելու են շահաբաժինները լինեն հաստատուն, այդ որոշ մեծություններ ենթադրում ենք որ պահպանվելու են, մեկ-մեկ տես չի լինում։ Այստեղ կա նաև կոչվում է վարքագծային ֆինանսների տեսություն, այսինքն այդ գների վրա ազդում են նաև մարդկանց հոգեբանությունը, մարդկանց ֆինանսների նկատմամբ, շուկաների նկատմամբ իրենց վերաբերմունքին, օրինակ ամենակարևոր բանը կոչվում է ամբողջայնություն, որ մարդիկ սովորաբար հաշվարկների հետևից չեն ընկնում եւ կրկնում են այն ինչ որ անում են ուրիշները, երբ որ տրենդեր են սկսվում, կոպիտ ասած, ենթադրենք ինչ որ նույն բիթքոինի գինը հասավ 100 քանի հազար դոլար, չէ, հիմա այսօր իջել է նայում 80,000 դոլար, դա չեմ կարծում որ իցե հաշվարկ կա դրա տակ։ Այդտեղ ամբողջությամբ աշխատում է ամբողջայնությունը կամ մարդկանց ռիսկ կորուստներից խուսափելու վախը, օրինակ այդ 130-140,000 դոլարներից երբ որ սկսեց իջնել, մարդիկ վախից որ ավելի շատ կկորցնեն, սկսեցին վաճառել, ինքը դրա արդյունքում ավելի է գինի իջնում, դա մարդկանց հոգեբանությունն է, որ կորուստներից աշխատում են վախենում են կորուստներ ավելի շատ ունենան եւ փորձում են խուսափեն դրանից։ Իրականում եթե այդ պանիկային չենթարկվեին, այդ ամբողջայնությունով չառաջնորդվեին, կարող է այդ պատկերը չտունանք եւ իհարկե մի փաստ կա, որ պետք է անպայման հաշվի առնենք, տարբեր շուկաներ ունեն տարբեր արդյունավետության մակարդակներ, դա կախված է արդյունավետությունը, խոսքը նրա մասին է, արդյունավետությունը թե ինչքանով արագ ինֆորմացիան հասանել է բոլոր շուկայի մասնակիցներին, դա երբեք հավասար չի լինում, բայց ինչքան ավելի արագ է, այդքան ավելի բարձր է արդյունավետությունը, ինչքան այդ գործառնական ծախսերը շուկայում ավելի ցածր են, օրինակ բաժնետոմս գնելու, վաճառելու հետ կապված բրոկերային ծախսերը, ինչքան ավելի փոքր են, այդքան ավելի հաշվարկների եւ փաստացի գների տարբերությունը պետք է որ հավասար լինեն, եւ իհարկե չպետք է մոռանանք ամբողջայնության եւ կորուստներից խուսափելու մարդկային հոգեբանության
մասին, որոնք որ էականորեն կարող են շեղել շուկայական արժեքը արժեթղթերի նրանց ֆինանսապես հաշվարկված տվյալներից։ Այսքանը բիզնեսի գնահատման վերաբերյալ, բիզնեսի ֆինանսավորման կառուցվածքի եւ ռիսկայնության վերաբերյալ։ Հաջորդիվ կխոսենք ֆինանսական ռիսկերից, երկու կարևոր ռիսկի մասին կուզենամ խոսեմ, դա արտարժութային ռիսկերի մասին կխոսենք եւ տոկոսադրույքների ռիսկերի մասին կխոսենք եւ դրանց կառավարման մասին։ Սկսենք արտարժութային ռիսկի մասին։ Ինչն է արտարժութային ռիսկը։ Արտարժութային ռիսկը պարունակում են արտարժութով գործարքներ իրականացնելու ժամանակ, երբ որ դուք ապրանք եք վաճառում կամ ապրանք եք ներմուծում այլ երկրի արտարժույթով եք գործարքը կնքում եւ շատ հնարավոր է ձեր ստացած գումարը բավարար չլինի ձեր նախնական հաշվարկներում կատարված բյուջեում դրված թվերի հիմնարով չկարողանաք որոշակի ծախսեր կրել կամ չունենաք համապատասխան շահույթ եւ հակառակը կարող է ներմուծեք արտարժույթով պարտքեր ունենաք, գինե արտարժույթը ինձ փոխվի, որ դուք պարտքերը ձեր փակեք եւ նույնիսկ վնասով դուրս գաք։ Կարճ ասած, արտարժութային ռիսկը պարունակվում է արտարժութային գործարքների մեջ եւ կայանում է նրանում, որ հատուցման օրը փաստացի վճարները կարող են տարբերվել գործարքի կատարման օրվա դրությամբ գրանցված գումարներից։ Ինչպես կառավարել այդ ռիսկերը։ Հիմնականում 4 եղանակ կա։ Դա մի եղանակը հիմնական մեթոդներն են, դա գործարքի իրականացման միջոցով, ֆորվարդային պայմանագրերի միջոցով, հեջավորում փողի շուկայում, եթե գիտեք, մենք խոսացել ենք, դա կարճաժամկետ ներդրումների շուկան է եւ ածանցյալ ֆինանսական գործիքների միջոցով։ Հիմնական մեթոդները որոնք են։ Հիմնական մեթոդները ծախսեր իրականացնում եք այն արտարժույթով, որով որ ենթադրենք ձեզ սպասված ձեր եկամուտները կամ հակառակը, եթե ունեք ծախսեր արտարժույթով, փորձում եք ձեր եկամուտները գեներացնել նորից նմանատիպ արտարժույթով։ Եթե անհանգստանում եք, որ կարող է ենթադրենք կուրսը էլի լավ չտատանվի, կանխավճարների մեխանիզմով աշխատել, նախապես վճարները վճարել, որ արդեն իմանաք կուրսերը ինչ ձևի են։ Կարող եք արտարժութային ռիսկը փոխանցել հաճախորդին։ Դա իհարկե Հայաստանյան շուկայում մի քիչ դժվար է, բայց օրինակ բոլոր արտասահմանյան գործընկերները Հայաստանյան շուկայում գործարք կիրառելուց ըստ էության տենց էլ անում են։ Օրինակ Եվրոպայից ապրանք ներմուծելու ժամանակ իրանք երբևիցե ինվոյս մեզ դրամով չեն գրում, իրանք եվրոյով են գրում, այդ ռիսկը թողում են մեր վրա։ Նույն դեպքում նույն ձև դուք, եթե կարող եք ձեր գործարքը կնքել ձեր արտարժույթով դիմացի կողմի հետ, ապա դուք ըստ էության արտարժույթի ռիսկը կտեղափոխեք իր վրա եւ վճարման հետաձգում, այսինքն դուք հետաձգեք միջև վճարում այնքան ժամանակ, միջև որ կարողանաք հարմար կուրս ստանալ, հարմար արտարժույթի փոխարժեք լինի, այդ ժամանակ կատարեք վճարումը, դա հիմնական մեթոդներն են, որոնք գործարքի միջոցով են արվում։ Այժմ խոսենք ֆորվարդային պայմանագրերի մասին։ Ֆորվարդային պայմանագրերը ընդհանրապես ոչ միայն արտարժույթի վերաբերյալ են կնքվում, այլ դուք, չգիտեմ, ֆիլմերում տեսած կլինեք, որ ասում են, ենթադրենք ապելսինի հյութի համար կամ, չգիտեմ, տոմատի համար նախապես գին են սահմանում կամ նավթի համար գին են սահմանում։ Դրանք ապագայում կնքվող պայմանագրեր են եւ այսօր կնքվում եք, ենթադրենք դες 6 ամիս հետո ինչ որ քանակի արտարժույթ է պետք է ունենալ, դուք այսօր կարող եք ֆինանսական հաստատության հետ պայմանագիր կնքել, որ ինքը 6 ամիս հետո ձեզ պետք է վաճառի որոշակի քանակությամբ արժույթ, որոշակի փոխարժեքով։ Ֆինանսավորողը, այդ գործարքը կնքողը ինքն էլ իր հաշվարկները ունի, դուք չեք կարող շատ մեծ ակնկալիքներ ունենաք, որ շատ մեծ շահույթներ ունենաք, բայց եթե նույնիսկ ունենաք շատ մեծ շահույթներ, այդտեղ ռիսկ կա, որ նաև կարող եք ունենալ շատ մեծ վնասներ։ Այդ գործարքները, որ դուք նախապես ասում եք, որ ես ուզում եմ քեզանից դոլար գնեմ, բայց ոչ թե հիմիկվա կուրսով, այլ 6 ամիս հետո այս փոխարժեքով։ Այդ գործարքները կոչվում են ֆորվարդային փոխարժեք։ Երբ որ ժամանակը գալիս է, դուք պետքա վճարեք դոլար, դուք այդ պահին բանկից արդեն նախապես 6 ամիս առաջ հաստատված փոխարժեքով գնում եք արտարժույթը եւ վճարում եք ձեր մատակարին կամ հակառակը մատակարից ստանում եք փողը եւ եթե կնքել եք վաճառքի նախապես ֆիքսված պայմանագիր, վաճառում եք ձեր արտարժույթը, ստանում եք ձեր դրամը եւ իրականացնում եք ձեր ծախսերը։ Դրանք ֆորվարդային պայմանագրերն են։ Ի տարբերություն ֆորվարդային պայմանագրերի կան ածանցյալ ֆինանսական գործիքներ, որտեղ պետք չի ամբողջ գործարքը կնքել եւ դուք բանկի հետ կնքում եք պայմանագիր, որ եթե դոլարը փոխվի, ասենք 5 դրամով,
ապա ինքը այդ 5 դրամի տարբերությունը կվճարի ձեզ։ Եթե հակառակ ուղղությամբ փոխվեց, ապա դուք բանկին կվճարեք 5 դրամը ամեն դոլարի համար։ Դրանք կոչվում են ածանցյալ ֆինանսական գործիքներ, այսինքն հիմքում ընկած ամբողջ գործարքը չի իրականացվում, իրականացվում է մենակ փոփոխության մասով շահույթի կամ վնասի գեներացում եւ այդ շահույթ կամ վնասը լինում է հակառակ ուղղությամբ, թե որտեղ թե ձեր հիմնական արտարժույթը ոնց եք դուք առել։ Եթե օրինակ դուք $100,000 պետքա ստանաք եւ բանկի հետ այդ $100,000 փոխարժեքը հեջավորելու համար կնքում եք ածանցյալ ֆինանսական գործիքի պայմանագիր, ապա եթե դուք այդ $100,000 արտարժույթի փոխարժեքի մեջ կորուստ կունենաք, ապա այստեղ շահույթ կունենաք եւ հակառակը։ Ամբողջ $100,000 դուք բանկից չեք առնելու։ Դու բանկը ձեզ տարբերությունը տալու է կամ դուք եք բանկին տարբերությունը տալու եւ գործարքը իրականացնեք շուկայում ցանկացած որտեղ ուզում եք։ Դրա համար դրանք կոչվում են ածանցյալ ֆինանսական գործիքներ։ Ֆորվարդային պայմանագրից դրանք տարբերում են նրան, որ հիմքում ընկած ամբողջ գործարքը չի իրականացվում։ Իհարկե ածանցյալ ֆինանսական գործիքները ես որ նկարագրեցի, ես ըստ էության նկարագրեցի future-ը։ Future-ը ի տարբերություն future-ի օպցիոն կա նմանատիպ գործարքը, ասում է կարող ես կիրառել, դե բնականաբար եթե շահավետ լինի քեզ կիրառել այդ գործիքը, դու կկիրառես, եթե քեզ ձեռ չի տա, չես կիրառի, այդ ժամանակ ոնց որ բանկի հետ անհավասար պայմանում կհայտնվեք, բայց բնականաբար տենց չի լինի, բանկը դրա համար տենց գործարք կնքելու համար նախապես որոշակի պրեմիա, որոշակի հատույց է ուզելու, շատ նման է ապահովագրության պայմանագրի եւ դրանց տարբերությունը նկարագրում են հետեւյալ կերպ, ասում են future-ի մեջ հնարավոր է անվերջ շահել եւ անվերջ կորցնել, իսկ օպցիոնի մեջ հնարավոր է անվերջ շահել, բայց սահմանված չափով կորցնել։ Այնտեղ իհարկե կան նաեւ այլ ավելի բարդ գործիքներ, արժութային swap, դա պարտքի փոխանակման նման մի բան է, ոչ թե նման մի բան է, հենց դա է, այսինքն դուք պարտքի փոխանակման պայմանագիր եք կնքում, բայց մեր հիմնական շուկայում գործողները ածանցյալ ֆինանսական գործիքները դա future-ներն են եւ օպցիոններն են, այնտեղ էլ տարբեր տեսակի կան put օպցիոններ, call օպցիոններ, դրա մասին ավելի խորը գիտելիք ստանալու համար պետք է արդեն դասընթացին մասնակցեք կամ գիրքը ավելի խորը ուսումնասիրեք, այս ֆորմատով դժվար կլինի ներկայացնել։ Եվ եւս մի հետաքրքիր տեխնիկա կա, կոչվում է հեջավորում փողի շուկայում։ Ինչ եք անում, եթե դուք ունեք օրինակ վարկ 6 ամիս հետո արտարժույթով փակելու կամ ավելի շուտ պարտք, ինչ-որ մատակարարից ստացել եք, ապա դուք ինչ ռիսկ ունեք, որ կարող 6 ամիս հետո ձեր ազգային արժույթը թուլանա եւ դուք շատ պետքա վճարեք։ Դուք ինչ եք անում։ Հիմա վերցնում եք վարկ դրամով, փոխարկում եք, ստանում եք արտարժույթ այդ քանակի, ինչքան որ ձեզ պետք է, այդ արտարժույթը դնում եք ավանդ, 6 ամիս հետո դուք ունենում եք դադարող ավանդ արտարժույթով եւ պարտք վճարման արտարժույթով կվճարեք, իսկ ձեր վարկը արդեն որը որ դուք հիմա վերցրել եք կլինի դրամով, որը ձեր համար կանխատեսել է եւ այլևս ռիսկ չի պարունակում։ Նմանատիպ տեխնիկա կարելի է կիրառել նաեւ դեբիտորական պարտքերի նկատմամբ, արտարժութային դեբիտորական պարտքերի նկատմամբ, այստեղ իհարկե պետք է հաշվի առնել արտարժույթի եւ ազգային արժույթի տոկոսադրույքները, վարկի համար տրվող տոկոսադրույքները եւ ավանդի համար վճարվող տոկոսադրույքները։ Շատ գեղեցիկ սխեմա է, շատ պարզ լուծման եղանակներ ունի, ըստ էության վերցնել վարկ դնել ավանդ, ընդհանրապես արժույթի ընտրության մասին է խոսքը, եւս երկու բառ խոսենք տոկոսադրույքների կառավարման, ռիսկերի կառավարման մասին ու այսքանով ավարտենք։ Եթե ունեք հաստատուն տոկոսադրույքով վարկեր, ռիսկը կայանում է նրանում, որ վարկերի տոկոսները կարող են նվազել եւ դուք ըստ էության կշարունակեք բարձր տոկոսներ վճարել եւ հակառակը, եթե ունեք փոփոխական տոկոսադրույքով տոկոսադրույքներ, ապա տոկոսադրույքները կարող են բարձրանալ։ Նույնը ավանդների նկատմամբ հակառակ, եթե դուք ունեք ավանդներ հաստատուն տոկոսադրույքով, ռիսկը նրանում է, որ կարող է ավանդների տոկոսները բարձրանալ եւ դուք քիչ շահութաբերություն կունենաք։ Այդ ռիսկերը կառավարելու համար կիրառում են նմանատիպ գործիքներ, ինչպիսիք ես քննարկեցի արտարժութային ռիսկերի կառավարման համար, դա future-ն է տոկոսադրույքի, օպցիոնն է տոկոսադրույքի եւ տոկոսադրույքային swap-ն է։ Ըստ էության ոչ մի տարբերություն չկա, բանկի հետ նախապես պայմանավորվում եք
եթե տոկոսադրույքները բարձրանալին ուղղությամբ որ դուք կտուժեք, բանկը ձեզ գումար կվճարի, եթե տոկոսադրույքները կփոխվեն այն ուղղությամբ որ դուք կշահեք, դուք բանկին կվճարեք, դա տոկոսադրույքի ֆյուչերսներն են, օպցիոնները մի ուղղությամբ են աշխատում, եթե դուք տուժել եք, բանկը ձեր վնասները կհատուցի, բայց եթե շահել եք, դուք բնականաբար գործիքը չեք օգտագործի, բայց նախապես վճարման օպցիա պայման կա մեջը, եւ տոկոսադրույքների swap-ը դա պարտքերի փոխանակությունն է, որի ժամանակ դուք վճարում եք հակառակ կողմի տոկոսները, նա վճարում է ձեր տոկոսները, այդ մեխանիզմը քիչ ավելի բարդ է, ավելի քիչ կիրառելի է մեր առօրյա շուկայում, կարծում եմ առաջիկայում մենք շատ ակտիվ կտեսնենք ֆյուչերսների եւ օպցիոնների կիրառությունը հայաստանյան շուկայում։ Այսօր այսքանը, շնորհակալություն, հարցերի դեպքում դիմեք, գրեք մեր ալիքին, հետևեք մեր ալիքին, բաժանորդագրվեք ավելի նոր եւ ավելի հետաքրքիր նյութեր բաց չթողելու համար։ Շնորհակալություն, ստեսություն։